Բարև բոլորին սիրելիներս, նախքան վլոգ սկսելը շնորհակալ եմ դիտումների համար, որոնք ավելացել են, կուզենայի, որ էլ ավելի ավելանային, իսկ դիտողներին մի խնդրանք գրանցվեք ալիքին և գրեք մեկնաբանություններ, դա ինձ համար հաճելի է, իսկ ձեզանից իմ կարծիքով ոչինչ չի գնում լայքել կամ ինչու չէ նաև դիզլայքել։ Սիրելիներս, երեկվա վիդեոից հետո ես նախքան վիդեո սկսելը ես ոչինչ չէի կերել, թե ասեմ ուրեմն ես կամ նախաճաշում եմ, ընտրում եմ, եթե դա այդպես կարելի է հաշվել, կամ կարելի է հաշվել, չեմ նախաճաշում, ընտրում եմ ու ճաշում եմ, երկու անգամ եմ օրը սնվում։ Նախքան ուտելիք ուտելը ես գնացի կշռվելու, ասի լավ կոնկրետ գոնե իմանամ ինչքան է, ես ասում էի, որ ես կոնկրետ չգիտեմ, մոտավոր գիտեմ, բայց ի զարմանս ինձ ու շատ տխրեցի ու շատ ջղայնացա, ես ուրեմն, ինչպես ասում են, լավ կարծիք ունեի իմ մասին, ասում էի դժվար թե այդքան շատ ավելացած լինեմ, 136, բայց չէ, ընդհուպ որ մի շաբաթ էլ ես զգում եմ, որ մի քիչ իջել է քաշս, բայց ամենայնիվ կշեռքը ցույց տվեց 139 կիլոգրամ, ինչպես հիասթափություն, ջղայնություն, բայց դե շարունակել պետք է։ Հիմա կշեռքից հետո եկա տուն ու որոշեցի, երեկ այդքան էլ չէ, չնայած դրանից հետո ոնց որ ախորժակս էլ բոլորովին փակվեց, ես ասում էի, որ ես ուզում եմ սկզբից, որ վիդեոն սկսվեց, ես ասում էի, որ 1007-1008 կիլոկալորիա է ինձ պետք, բայց կարնիվոռում, երբ որ ընդհանրապես կալորիաներ հաշիվելը այդքան էլ բան չի, որովհետև ասել եմ, տարբեր մսեր, տարբեր ճարպային պարունակություն ունեն, ինչ խոսք դժվար է հաշիվելը, ու ես այդ հաշիվը չեմ սիրում, բայց այնուամենայնիվ, նույնիսկ եթե դա կալորիաները ես չհաշիվեմ, ես որոշեցի խոհանոցի կշռքով, չնայած սկզբնական շրջանում կշռում էի, որոշեցի կշռել և քաշը գոնե ուտելիքների քաշը իջացնել։ Այն դեպքում իմ մոտ դա հիմա թույլատրելի է, որովհետև ես արդեն մի շաբաթ, ինչպես ասում են, օրգանիզմս արդեն կամաց սովորել է, իհարկե սկզբնական շրջանում, եթե շատ քեզ կրճատես, խեղճացնես, միգուցե և շատ առաջ չգնաս։ Համենայն դեպս ես երեկվա քաշը իմանալուց հետո որոշեցի, որ գրամներով կկշռեմ և այդպես մոտավորապես, բայց բանն ինչումն է, երբ որ ես ուտում եմ տարբեր մսեր, դե դրանք էլ կալորիականությունները տարբեր են, խոզինը, հավինը, տավարինը, ձկանը, դա տարբեր են, բայց ես որոշեցի, որ վաղվանից, եթե հնարավոր է, չնայած ժամանակ շատ չեմ ունենա, այսօրվանից նույնիսկ ես ժամանակ չունեմ, դրա համար էլ վիդեոն ուշացավ, ժամանակ չեմ ունենա, բայց կաշխատեմ կշռել կոնկրետ ու
հնարավորինս չափ գոնե օրվանը եթե չասեմ, հաջորդ օրվա վիդեոյի մեջ կասեմ, քանի գրամ միս եմ օգտագործել։ Այսօրվա իմ հաշվարկով ես այսօր եթե այդպես հաշվեմ, երևի ձուկ եմ օգտագործել այսօր ու այդ ձուկը քիչ ա եղել քանակը, այդքան էլ շատ չէր։ Գերհոգնածություն ունեի, գործեր կային եւ դրա պատճառով ախորժակ էլ չկար, որ ինչ որ ուտեի։ Հիմա ես ուզում եմ ավելացնեմ, որ մի քիչ ճարպը քչացնեմ, որովհետև սպիտակուցով ավելի լավ է նիհարում, բայց դա չի նշանակում, որ ճարպը բոլորովին հանել պետք չի, որովհետև ճարպը նորից եմ կրկնում, ինքը հագեցնող է եւ ճարպն է, որ մեր հորմոնի պատասխանատուները բոլոր ճարպերն են, մեր հագեցված ճարպերը։ Իդեպ հագեցված ճարպերի մասին բժիշկները միշտ էլ վատ են խոսում, սրտին լավ չի, չի, դե հիմա եթե բացում ենք կարնիվորի կետոյի եւ կետոպալեո դիետայի այդ գուրուների ասածները ու լսում ենք միլիոնավոր, հազարավոր մարդկանց, միլիոնավոր միգուցե շատ ասեցի, բայց հազարավոր մարդիկ այնտեղ մեկնաբանությունները գրում են, ովքեր թե նիհարելու, թե առողջական վիճակից մարդիկ փորձ արել են, գրում են, այնպես չի, որ օդից վերցված բան է, այնպես որ ամեն ինչի չափ պահելը լավ է։ Ես համոզվում եմ, որ ճիշտ է, պանիրը շատ լավ է, ինքը կալցի ունի, կալցի պարունակող է, բայց պանիրի մեջ ոնց էլ հաշվում ես լակտոզա կա, որովհետև դա իմ օգտագործած պանիրը շատ հնեցված պանիր չի, սովորական մեր լոռի պանիրներից են։ Ու կաթնամթերքի մեջ լակտոզա կա, իսկ լակտոզան բնական է, որ ուգլիվոդ է, փաստորեն մեջը ուգլիվոդ կա։ Եվ ես որոշել եմ, որ մի խոսքով պորցիաները քչացնեմ, ճիշտ ասած ուզում եմ տեմպը արագացնել նիհարելու։ Մի բան էլ ինձ այսօրվանից, եթե ես մտածում էի կարող է ես դուրս գամ քայլելու կամ բան, այսօրվանից միգուցե, հա, իդեպ այսօր իմ առաջին աշխատանքային օրն էր, փորձնական իհարկե, ու աշխատանքը այնպիսին է, որ նստակյաց աշխատանք է, մենակ ճանապարհն է գնալ գալը ու ահա որ այդ նստելուց էլ հոգնում ես, մանավանդ որ ես մեջքի խնդիր էլ ունեմ, մի խոսքով ժամանակավոր այդ հաճույքը չեմ կարող օգտագործել, որ հելնեմ, քայլեմ, որտեվ գործից գալիս ես տուն դժվար թե ինչ-որ մի բանի ընդունակ լինեմ, բայց դա դեռ սկիզբն է, տեսնենք, գործն էլ փորձնական է, ինչպես ասացի, չգիտեմ, վաղը մյուս օր ինչ կլինի։ Ամենայն դեպս քաշը ես կրճատելու եմ, ուտելիքի քաշը ես կրճատելու եմ եւ ճարպը, այս վերջերս ես օգտագործում էի սալը, խոզի սալը, հենց դրված շատ համեմունքներով, խոզի սալը լավ բան է, վատ բան չի, բայց էլի նորից կտորը կարելի է քչացնել, մի փոճուր կտոր, կես կտոր, այդպես գրամներով որոշել եմ ամենաշատը, որ ինքը լինի 100-150 գրամ դա միս լինի, ընդ որում երևի էլ որպիսի կալորիաները այնտեղ չհաշվեմ կամ բան, ասենք եթե տավարի միս է կամ խոզի միս է, կարելի է մի քիչ 100, տենց 120, 150, իսկ միգուցե
հավին մի քիչ ավել էլ լինի, 200 չէ, բայց մոտ 200-ին էլ դա չի խանգարի։ Տեսնենք ինչպես կընթանա։ Ես ընդհանրապես այսօր տենց որ ասեմ, կերել եմ ուտել, ուզում էի, փաստորեն ես երեկոյան կերել եմ ու ճիշտ ասած չուզենալով էլ կերա, ուղղակի չուզեցա, որ խաղ տվեր առայժմս, բայց ընթացքում տեսնենք ինչ կլինի։ Հիմա տավարի միսը ասացի ինչ պատճառներով ես չեմ կարող ամեն անգամ առնել, դե ոնց որ սկսել եմ չեմ էլ առե, բայց մոտ օրերս երևի վերցնեմ։ Այդտեղ իմ կարծիքով տավարի ոչխարի միսը ավելի լավ արդյունք կտա, բայց դա մի քիչ կարելի է եւ էկոնոմի անել, տեսնենք ուր կկայնենք։ Ուղղակի ես որոշել եմ, որ ոնց ասում են, այս անգամ զատնի չդնեմ, որովհետև ամեն անգամ ասում եմ, ամեն անգամ անում եմ ու այդ ամեն ինչը կես ճանապարհին եմ թողում։ Ճիշտ է, նեղվում եմ թողելուց հետո էլ, բայց ինչևէ, ես մի բան հասկացա, որ նույնիսկ 3 ամիս է ինչ ես Ռուսաստանից եկել եմ, նույնիսկ չէի պատկերացնում, որ կարող է մարդ 20 կիլոգրամ քաշ ավելացնել։ Հիմա կասեք, այս ինչքան ես դու կերել, չէ, սիրելիներս, այնպես չի ես ինչքան եմ կերել, կամ էլ ինչպես չի ես չեմ կերել։ Ուղղակի ես ոչ թե քանակն եմ շատ կերել, այլ իմ չի կարելի բաներն եմ կերել։ Այդտեղ քանակի հարց չկա, այդտեղ մի քանի անգամ ահա ու իդեպ ես ընդհանրապես 2 անգամ եմ հաց ուտում, ավել էլ չեմ ուտում։ Միշտ էլ այդպես է եղել, ես 2 անգամ եմ սնվել։ Այնպես որ դա քանակի խնդիր չի, դա ուղղակի ուգլիվոդների խնդիրն է, որ եւս 1000 անգամ, եւս մեկ անգամ եւ 1000 անգամ ես համոզվում եմ, որ իմ թշնամին ուգլիվոդներն են։ Ես շատ շուտ եմ ուգլիվոդներից առաջ գնում։ Հիմա շատերն ասում են լավ, էներգիան տալիս է ուգլիվոդը, ածխաջուրը, բայց չէ, իհարկե դա եւս մի աղբյուր է, ես չեմ ասում, չէ, ուգլիվոդը չի տալիս, դա եւս մի աղբյուր է, բացի ուգլիվոդից ճարպը շատ ուժեղ էներգիա է տալիս, ճարպը հագեցվածություն է տալիս եւ էներգիան ավելի լավ է, քան ուգլիվոդին։ Այնպես որ վաղվանից ահա իդեպ ես պետքա իմ չափաբաժինը տանեմ ընտրել, էլ չգիտեմ ոնց հաշվեմ, երևի ավելի ճիշտ է նախաճաշ չհաշվել, ճաշ հաշվել ու վсё։ Ճաշ կհաշվեմ, ճաշին կվերցնեմ հետս գործի տեղը, բայց տանից հենց կկշռեմ ու կտանեմ 200 հացու եւ այնտեղ խոզի միս եմ արդեն ուզում պատրաստել, տենց 100 գրամ էլ կամ մի քիչ ավել կամ չգիտեմ 100 գրամ խոզի միս կվերցնեմ հետս, գալուց էլ նմանապես երևի այդքան էլ արդեն գործից գալուց 6-ից հետո եւ նույնպես 2 ձուն ավելի շատ լավ է հագեցնում եւ այդպես ճարպեր չի բանանում, չի կոտակում։ Ես մտածում էի, ես կոֆեն ոնց անեմ, որ կոֆեն քչացնեմ,
Բայց փաստորեն այնպես է ստացվում, որ ես ինքս ինքյան սուրճ չեմ խմելու, մի հատ առավոտ կխմեմ, մի հատ էլ տուն գալուց կխմեմ ու վերջ։ Այդ հարցն էլ արդեն սուրճի կփակվի, կգնա։ Ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, ես անընդհատ այ շատ եմ ափսոսում, որ ես անգլերեն չգիտեմ, որովհետև եթե ասեմ ռուսական ալիքներում էլ այդպես շատ տարածված են կարնիվոր դիետայի մասին, չէի ասի այդպես, որ շատ են, բայց կան։ Շատ են անգլիա լեզու, Ամերիկայում է դա, ամերիկյան, պատկերացրեք, դրանք նույնիսկ սովորական մարդիկ չեն, դրանք բժիշկներ են, դրանք գիտնականներ են, այդ մարդիկ ամեն մի տարիների փորձը, նույնիսկ բժիշկներ նրանք, ովքեր նույն այդ սննդով սնվում են, ոչ միայն ագիտացիա են տարածում, որ այդպես սնվեն, այլ նաև իրանք են այդպես սնվում։ Ու եթե ես հիմա կարնիվորից խոսում եմ նիհարելու համար, ուղղակի դա ինձ հարմար դիետա է, ինձ շատ հարմար դիետա է, բայց հավատացեք, երևի նիհարողների չնչին տոկոսնա, որ դրան գնում է, այդ սննդակարգով, կետո դիետայով շատ են նիհարում, բայց ինձ թվում է չնչին տոկոսնա։ Այդ մարդիկ նորմալ չափերի մարդիկ են, ասացի, որ դրանց մեծամասնությունը բժիշկներ են, ասացի, որ դրանց մեծամասնությունը այս մարդկանց սպորտսմեններ են, սպորտսմենները իրենք էլ ասում են, որ ճարպով էներգիան մարզումների ժամանակ ավելի օգտակար է, քան ուգլիվոդայինները, այնպես չի, որ ես տարիներով եմ փորձել կամ ես գիտեմ, ես էլ լսելով, տեսնելով, ուղղակի կուզեի հետևեք ինձ, տեսնենք ինչքան է այդ ամեն ինչը հերիքում, ինչքանով է, ախր հիմիկվանից, երբ որ ասեմ ինչքան ճանապարհ կգնամ, հիմա կասեք դեռ չսկսած, ուզում է նորից հետ կանգնել ճանապարհից, բայց դե երբեք մի ասա երբեք, ես չգիտեմ ինչ կլինի, հույսով եմ առաջ կգնամ, որտև նորից եմ ասում, ես իմ վրա փոփոխություն զգում եմ, ուղղակի երեկվա կշռվելը ավելի շոկ էր, չնայած իմ ասածի ու այդ կշռվելու հետն էլ պլյուս, որ մի շաբաթ դիետայի մեջ եմ եղել, իմ ասած թվի ու դրա մեջ ընդամենը 5 կիլոյի տարբերություն ա տվել, բայց դե 5 կիլոն էլ բավական բան էր, որ ես չգիտեմ, ահավոր վատ զգացի ու ամեն անգամ այդ կշեռքին կանգնելուց ահավոր վատ եմ զգում։ Իսկ կշռվելը, ուրեմն ես 3 ամսի 15-ն էր, 15-ին եմ կշռվել, էլ չեմ կշռվի մինչև մյուս ամսվա 15-ը, ավելի ճիշտ երևի այդպես կլինի։ Տեսնենք կոնկրետ ինչքան է քաշը իջնում։ Այն, որ ես իմ վրա զգում եմ, դա դեռ բոլորը չի, որ ասենք, զգում եմ, հետո մի բան է, ժողովուրդ ջան, քաշի պահով։ Հնարավոր է մարդ, մանավանդ այդ կարնիվորի դեպքում, նախ կարնիվորի դեպքում մարդու մկանները չեն հյուծվում,
ինքը մկանը մնում է, ինքը ճարպն է հալվում։ Ինչը չէի ասի մյուս դիետաների ժամանակ, մյուս դիետաներ, իհարկե կետոին դա չի վերաբերում, Պեպեն ոնց էին ասում, պրավիլնիե պիտանյա։ Պեպե բաներում ինքը մկան մարդ կորցնում է, ոնց էլ բալասավորում անում ես, մկանը կորցնում էր, բայց կարնիվորում, կետո դիետայում, կետո պալեոյում մկան չես կորցնում։ Հիմա միգուցե քաշը ինքը մի քիչ ծանր ցույց տա, բայց դուք գիտեք, որ կարա ինքը աբիոմներով իջնի։ Նույնիսկ եթե ես չհալարեմ, այսօր չէ, առավոտը մի հատ էլ կարելի է աբիոմները չափել գրել, համ կտեսնենք գոտկատեղը կոնքերը հերիք է, գոտկատեղն ու կոնքերը չափելը հերիք է, համ կտեսնենք ինչքան սանտիմետր է պակասում, համ էլ քաշը կտեսնենք ամսվա վերջ։ Ես և առանց կշռվելու էլ երևի այդ սանտիմետրերի բանին միգուցե և շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ տեսնեմ ինչպես է ընթանում դա։ Այսօր ապտեկա մտա, ուզում էի մագնեզիում առնեի, ասեցին չկա ու տենց էլ ճիշտն ասած ես անվանումները գրել եմ տետրակի մեջ, հիմա այնքան հոգնած եմ, չեք պատկերացնի, նստած աշխատանքը ավելի շատ ահավոր է, ուղեղս էլ տենց հիմա չի աշխատում, որ հիշամ ինչա պետք, ասեցին չունենք, հետո ընթացքում տեսնեմ ինչպես է, դա էլ կվերցնեմ, ուղղակի ջերմուկ վերցրեցի ու եկա, ջերմուկը շատ լավ է, ջերմուկի մեջ այդ միկրո-մակրո էլեմենտները բոլորը կան, կալցիում, всё равно ինչ է լինի, հանքային ջուր է, դա շատ կարևոր է։ Հետո զգացողության մասին ինչ խոսամ, օրի զգացողությունս լավանում է։ Ասացի, որ օրի կուշտ եմ զգում ու դրա համար էլ արդեն մտածում եմ քչացնելու մասին։ Ճիշտն ասած առաջին օրը կշռել էի, ասում էի գրամներով, բայց առաջին օրվանը հասկացա, որ չես կշտանում, որտև նոր ես սկսում, դեռ օգլիվոդը քո օրգանիզմի մեջ է, դեռ օրգանիզմը սովոր է ուգլիվոդներով աշխատելու, իսկ այս դեպքում աշխատում է օրգանիզմը ճարպերով և սպիտակուցներով։ Դրա համար միշտ էլ օրինակ շատ մարդիկ կան, որ շատ քչից օրական էս են հանում, են հանում, ուղղակի մոտ միշտ էլ այդպես է, ես ամեն ինչը կտրուկ եմ, միանգամից եմ անում, իսկ մարդիկ կան, օրինակ այսօր շաքարն են հանում, էգուց ուգլիվոդը, էգուց էսի, էնի, մի քիչ սրանից են թողում, մի քիչ էնի, չէ, իմ մոտ տենց բնավորություն չկա, եթե ես ասեցի սա հանում եմ, ուրեմն всё, ընդհանրապես բոլորը կտրուկ հանում եմ, չեմ թողում, քիչ-քիչին սովոր չեմ, բայց դե մարդիկ կան չեն իմանում, ամեն ինչը քիչ-քիչ են անում։ Սիրելիներս, հիմա տեսնենք էգուցվանից, էգուց իրոք առավոտը որ գնամ, հենց հիմա էլ որ պատրաստ եմ պրծնեմ արդեն, որ պետք է դնեմ ամանի մեջ, կկշռեմ ու նոր կդնեմ։ Տեսնենք այդ դեպքում, նույնիսկ եթե վայրկյանական ես ինչ-որ քաշը չիջնի, բայց համենայն դեպս ես հաստատ գիտեմ, որ իմ շորերից, ես ինձանից, իմ թեթևությունից էլ զգալու եմ, որ ինչ-որ մի բան իջել է, տենց չի, որ ասեմ ես այս մի շաբաթում չեմ իջել, դա կխաբեմ։ Ի դեպ մի քանի խոսք
այս փքվածության, ուռվածության եւ կարնիվոր դիետայում ժողովուրդ ջան, ընդհանրապես չես ունենում ոչ մի փքվածություն չկա, որ վայ ես մի կտորը կերար, փորդ փքվեց եւ այլ, չէ, մանավանդ առավոտ որ դու ելնես, մեկ մտածում ես դե լավ այդքան էլ բան չի, բայց ոնց որ քեզ թվա թե քո փորը հարթ է, պլոսկի է։ Ուռվածություն, փքվածություն չկա, նույնիսկ այն մարդիկ, որ իրանք չաղել չեն եւ սպորտսմենները, իրանք էլ են ասում, որ երբ որ մենք ուգլիվոդով բալանսավորված ուտելիք էինք ուտում, այդ փքվածությունը միշտ էլ եղել է, բայց այդ կարնիվորի դեպքում չկա։ Հետո ես հիմիկվա մասին չեմ ասում, չնայած հիմա էլ եմ արդեն նկատել, երբ որ Ռուսաստանում էի եւ այս կարնիվորը ես ասացի, որ 2 ամիս պահել եմ, նորից լսում էի տարբեր մարդկանց, ճիշտն ասած, եւ այնտեղ մի մարդ ասեց, որ օ զարմանք, տղամարդ էր իհարկե, ասեց օ զարմանք, իմ քրտնքից հոտ չի գալի։ Այդ ոնց որ մի բան եղավ, ուղեղիս մեջ մտավ ու հանկարծ ես ինձ բռնեցի այն մտքին, հետո ես զգացի, որ ես չեմ ասի, որ իմ քրտնքից շատ ժամանակին շատ տհաճ հոտ եկել է, բայց կար, դե կար, այնպես չի, որ չկա։ Ու ես զարմացա, որ իրոք, բայց դա արդեն երկար ժամանակ էր անցել, ես հիմա այս մի շաբաթը չեմ կարող հաշվել 2 ամսվա հետ։ Ասե, չէ հա, այս մարդը ճիշտ ասում էլի, ոնց որ թե չկա։ Հետո ասի չէ, եւ կարող է այս մարդու ասածի վրա ես ինձ արդեն բռնել եմ այդ մտքին, որ չկա։ Մի օր, 2 օր, 3 օր, 4 օր եւ զգացի, որ իրոք չկա։ Իրոք անհայտանում է, այդ էլ է անհայտանում։ Թե հիմա պատճառը կարնիվոր դիետան է, պատճառը ուգլիվոդն է, պատճառը ես չգիտեմ ինչն է, փաստորեն, տեսեք, բաներ կան, որ մենք չենք բան անում, բայց որ արդեն լսում ենք, ասում ենք, ոնց որ ինձ էլ էս խնդիրը կար, բա ուր է, ոնց որ թե չկա կամ քչացել է։ Իմ մոտ այդպես է, ես լսելով իրանց կամաց համոզում եմ, որ փաստորեն դա տենց է, ինչ որ մի բան չնայած ասեմ, որ տարբեր օրգանիզմներ տարբեր ձևի են։ Այն օր ես մի քիչ առաջ կարնիվոր զայկային էի լսում, ինքն էլ էր ասում, որ մարդկա ասում է, ես մեծաքանակ ամեն ինչից ուտում եմ եւ կարնիվոր դիետայի շրջանակներում եւ չեմ չաղանում։ Եվ այդ աղջիկն էլ ասեց, ես էլ սկզբնական շրջանում լսելով իրենց սկսեցի ուտել առանց հաշվելու ու բան, ես զգացի, որ ավելցուկ է տալիս։ Չնայած այս աղջիկը ես ոնց հասկացա, ինքը այդքան նիհարելու համար չի արել, ինչքան որ ինքը ունեցել է ստամոքսի խնդիրներ, աղիքային խնդիրներ, ինքը նկարագրում է ինչ գերբ հիվանդություն, ժողովուրդ ջան, որովհետև այս ռուսական ալիքներով եմ լսում, ես շատ ժամանակ չեմ կարող թարգմանել այդ հիվանդությունները կոնկրետ հայերեն ասվածը։ Եվ այդ աղջիկը սկսել այդ կարնիվոր դիետան դրանից, հետո ինչ որ մաշկի խնդիր ա ունեցել, ստամոքսի խնդիր ա ունեցել։ Իհարկե մի քիչ ավելնորդ քաշ եղել են, բայց այդ աղջկա մոտ երևի իր ասելով այդ իր ավելնորդ քաշը մի 10-15 կիլոյի պատմություն ա եղել, այնց չի, որ ինքը չաղլիկ ա եղել, դրելա դրա համար ա արել։ Ինքը արել ա իր առողջական խնդիրներից ելնելով,
թե չէ այդպես չի, որ բոլորը նիհարելու համար են անում։ Ես նույնիսկ լսել եմ, այ եթե բան լինի կոնկրետ, ես կլսեմ, կարող եմ եւ անունալ կանոնով, դա արդեն թարգմանություն է, բայց ինքը ամերիկացի է, ինքը պատմում է, թե իր աղջկան, ինքը սկզբից իր վրա այդ փորձել է, այդ դիետան ու ինքն էլ բժիշկ է, հետո իր աղջիկը, այ եթե ասեմ սուտ կասեմ, բայց ահավոր վատ մահաբեր հիվանդություն է ունեցել, չէ, երևի ռակ չի եղել, բայց ահավոր վատ հիվանդություն է ունեցել, անբուժելի, եւ ասել աղջկան, որ բեր մենք ոչինչ մեկա չենք կորցնելու, տակի տակ ոչ մի այտենց բուժում չկա, որ ասեմ, չենք կորցնելու, բեր փորձենք էտի, եւ ասմա փառք ասու իմ աղջիկը, ինչ ասես 10-15 տարի է, ողջ առողջ, եւ այդ հիվանդությունը ասես չի էլ եղել, անալիզները մաքուր ցույց են տալիս, այնպես որ սիրելիներս, չգիտեմ, ես ոգեշնչվում եմ նման պատմություններից, բայց նաև քաջ գիտակցում եմ, որ բոլորիս օրգանիզմը մեկ չէ, մեկին մի բանը կազդի, մեկին չի ազդի, բայց դե ես ընտրել եմ այդ ճանապարհը առաջին հերթին նիհարելու համար եւ հետո այդ բորբոքային պրոցեսները իմ մոտից վերանելու, որովհետև այդ մոտս կա այդ քրոնիկ, թեկուզ այդ օստրոպարոզ են ասում, օստրոխանդրոզ են ասում, չոքերը մեջ կա այդ բոլորի ցավերը գոյություն ունի, բայց մարդիկ դա երկար ժամանակ օգտագործելուց դա էլ է վերանում։ Ինչևիցե, սիրելիներս, այսօր այսքանը, խնդրում եմ գրանցվել ալիքից, սեղմել զանգի կոճակ, անպայման գրանցվեք, դա ինձ համար շատ հաճելի է, դրեք լայքեր, դիզլայքեր, գրեք մեկնաբանություններ, ես նորից եմ ասում, ես նույնիսկ հիմա նոր գործի տեղից որ եկա նայեցի, էլի ահագին մարդ է նայել, դե իմ ահագինը դուք ինքներդ տեսեք ինչքան է ահագին, բայց ես յուրաքանչյուրիցդ շատ շնորհակալ եմ ու շատ շնորհակալ կլինեմ, երբ որ դուք գրանցվեք ալիքին։ Ստեսություն, լավ մնացեք եւ հույսով եմ, որ կգրանցվեք ու կշարունակենք միասին այս ճանապարհը։ Ստեսություն։